Քեզ հետ եմ ամեն ինչ կկարգավորվի։ Մամելի եմ քեզ ասում, ես քեզ մենակ չեմ թողնի, բայց պետք է ինձ լսես։ Ինչի հետ կապված։ Բուժման, մամ ջան։ Այսինքն։ Գնանք բժիշկի, մամ ջան, որ դեղեր նշանակեն, թերապիա անցնես, որ ամեն ինչ լավ լինի քեզ հետ։ Այսինքն դու ինձ հոգեբուժարան ես տանելու։ Մամ, հանգիստ։ Ինչը հանգիստ, խաբեցիր ինձ, բերեցիր, նստեցիր ավտոդ, որ տանես հոգեբուժարան։ Մամ ջան, զուտ ասում եմ, ինչ ենք անելու։ Դու հոգեբուժանին այդքան վատ մի վերաբերվի։ Գնալու ես բուժումը ստանալու ես, վերադառնաս տուն։ Տենց բան չկա, դու ինձ խաբեցիր, ես ոչ միտեղ չեմ գալիս։ Լավ էլի, մա։ Կանգնի հենց հիմա։ Մամ, ցավը տանեմ, հանգիստ սպասի, էլի։ Կանգնի ասում եմ։ Հենց հիմա կանգնեցի, մեքենան։ Կանգնի։ Մամ, խնդրում եմ, հեսա կկանգնեմ, սպասի, Ինձ խաբեցիր, որ տանես հոգեբուժարան, կանգնի ասում եմ։ Մամ, խնդրում եմ, սպասի, էլի մի րոպե։ Մամ, սպասի։ Թող, չգաս հետևից կգոռամ, ինձ մեկ էլ այդ ատկցեմ։ Գնաս տեղից, գնա, չգաս իմ հետևից ասեցի։ Մամ, ցավը տայմ, դու ինձ սխալ հասկացար։ Հերին ճիշտ էր ասում։ Ինչի հետ կապված։ Մարդասպանությունը։ Հա։ Ես սուր եմ ընկել։ Ես սարսափի միջով եմ անցել, Անգելինա։ Չես պատկերացնում, թե ինչ կերպ էի պատկերացնում իմ կյանքը։ Ես ու մայրս ամեն ինչ շատ խաղաղ ու հանգիստ էինք տեսնում, մինչև շախունցների իմ կյանք հայտնվելը։ Նրանց հայտնվելուց հետո կարծես դժոխքի վերածվեց։ Իսկ այդ դժոխքից դուրս գալուց Աստված մի հոգու էր ուղարկել, որի համար էլ ես պատրաստ էի ամեն ինչի, ամեն քայլի գնալ, նույնիսկ մարդ սպանել։ Ցավում եմ, որ դու ներկայիս Սոսին ես ճանաչում, շատ կուզենայի նախկին Սոսին ճանաչեիր։ Նախկին Սոսը մարդասպան չէր ու չէր կարա մարդասպան լիներ։ Ես հիմա չեմ արդարանում քո առաջ, ուղղակի չեմ էլ մեղադրում ինձ, հավատա խնդրում եմ։ Այն օրն էլ Արամի հետ էինք այստեղ, երբ զանգեցին ու ասացին, որ ձեզավակին ինֆարկտով տեղափոխել են հիվանդանոց։ Ոնց։ Ձեզավակի հետ այդպես բան ա եղել։ Այնքան բան ա եղել այս ընթացքում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչով կարող եմ օգնել։ Նոր տուն եմ տեղափոխվել։ Լուսավորությունը դուրս չի գալիս։ Կարող եք օգնել։ Իհարկե, ամանորյա զեղչերը մեր արդեն սկսվել են։ Ջահերի եւ պատի լուսատուների ամբողջ տեսականին զեղչում է 30%։ Ցույց կտաք։ Իհարկե, համեցեք։ Կամ էս տարբերակները։ Ինչ կասես։ Դու օրը հավանում ես։ Ուրիշ տարբերակներ ունեք։ Իհարկե, եթե չեք ցանկանում լուսավորել ձեր բնակարանը ջահերով, կարող եմ առաջարկել առաստաղի լուսատուներով լուսավորենք ձեր բնակարանը։ Գնանք տեսնենք։ Շատ բարի, գնացինք։
Չի հանգստանում։ Քո հայրը մեր կյանքը մինչև վերջնականապես դժոխքի չվերածի չի հանգստանում։ Մամ, երևի շատ ջղայնացած ա եղել, չի հասկացել ինչ է խոսում։ Էլի արդարացնում ես։ Չէ, մամ ջան, ուղղակի փորձում եմ ինչ-որ կերպ իրավիճակը վերլուծել։ Հետո չեմ կորցում էլի երկրորդ անգամ նույն սխալը կրկներ։ Երևի ուղղակի ուզեց լավախացնի։ Չի կարելի։ Հասկանում ես, չի կարելի երիտասարդ հղի աղջկան ասել երեխային ձեռքիցդ կվերցնեմ։ Դու պատկերացնում ես վախի հողի վրա ինչեր կարող է լինել։ Ոչ մեկ իրավունք չունի իմ աղջկա հետ այդպես խոսելու։ Հերին ասած սրտատրոպ ինձ է սպասում։ Կարող ես այդ ցինիզմը դռան հետևում թողնել նոր ներս գալ։ Չեմ կարող կներես։ Դու Անգելինային ասել ես, որ երեխուն կվերցնես Իրանից։ Հա, ասել եմ։ Ինչ է նշանակում ասել եմ։ Քեզով է իրավունք տվել իմ աղջկան տենց բան ասելու։ Ինչի՞։ Ինչ է պատահել։ Դեռ չի պատահել, բայց եթե սենց շարունակես անպայման կպատահի։ Ուրեմն Անգելինա թողականջի նողանի, որ չի կարա հերի սերեխուն մեզանից հեռու պահի։ Այսպես բառ առ բառ կփոխանցես։ Ես էլ քեզ բառ առ բառ ասում եմ, որ հասկանաս։ Իմ երեխուց հեռու մնա։ Դե լավ է։ Էնքան հեռու չեմ մնալու, մինչև շախունցների հետ շփվելու ձև չսովորի։ Քո անպատժելիությունն է մեզ բոլորիս էս վիճակին հասցրել։ Բայց ոչինչ։ Դրա վերջն էլ կգա։ Դու վերջին ես սպասում, բայց չես հասկանում, որ վերջից հետո ավելի ցավոտ է լինելու։ Ավելի լավ է ես գիտեմ դու հանգիստ պարկի։ Ֆային։ Բարի օր։ Ոնց հասկանում եմ, որ խառը գործերի մեջ էիք։ Այսինքն են որ ես դեռ չեմ մեռել, մեկ։ Երկրորդը, եթե ինչ-որ հարց վերաբերում աղջկաս, ուրեմն վերաբերվում է նաև ինձ, ու առանց ինձ այդ հարցերը չի լուծվում։ Պապ, ինչ ես խոսում։ Սոս մնա։ Ավակ, ես քո նյարդային վիճակը չեմ հասկանում։ Դե թե հասկանայր շախունցների հետ աղջկաս հարցերը քննարկելուց ինձ գտիմեիր։ Չէ, սխալ տոնով սկսեցիր խոսակցությունդ, ինչը այդքան էլ լավ չի։ Ես Սոսին խնդրել եմ օգնի, որովհետև քո վրա հույսն էլ չի լինի ավակ ջան, որովհետև դու անզոր ես։ Իմ հարցերով Սոսն է զբաղվում։ Դե ասեք, մեջն հետ մի բայք։ Հիմա դու սխալ ենթադրություններ ես անում, ավակ։ Ենթադրություններ չեմ անում։ Աչքիս տեսածն եմ ասում։ Պապ, ես Սոսին եմ դիմել, որովհետև դու նոր ես հիվանդանոցից դուրս եկել։ Դա ինչ կապ ունի։ Շատ մեծ կապ ունի։ Ավակ, երևի ճիշտ կլինի Անգելն ու Վիկտորյան մեզ մենակ թողնեն։ Այո, քեզ հետ ինչ խոսեմ։ Ժամանակին գայր նստեինք խոսեինք։ Բայց ինչպես տեսնում եմ, քո վերաբերմունքը ձևավորում աղջկաս պահվածքից։ Ով ամենավերին կետից թքած ունի, հայրը ինչ ազգում, ինչ է մտածում։ Ինձ լավ գիտես, որ տենց բան չկա։ Հիմա իզուր տեղը մի մեղադրի։ Պիտի մեղադրեմ, պիտի պահանջեմ, որովհետև ես քո հայրն եմ։ Եվ իմ բոլոր քայլերը միտված են եղել քեզ պաշտպանելու, քեզ լավ կյանք ապահովելու համար։ Ավակ, ես պատրաստ եմ ձեզ նորից շնորհակալություն հայտնել, ընդհուպ միջև ծնկաչոք շնորհակալություն հայտնել ձեր արածի համար, այս մարդուն մեծացնելու, կրթելու, դաստիարակելու համար, բայց իմ մոտ այնպիսի տպավորություն է, իբր ես լքել եմ իմ երեխուն, իսկ դուք նեղանում եք, որ երբ որ ես վերադարձել եմ ինքը ինձ ինչ-որ հարցով դիմում է, ես իր ասածները անում եմ։ Պապ, ես ուղղակի հասկացել եմ, որ այս իրավիճակում ամենաճիշտը Սոսին դիմելն է։ Ուրեմն ես իրավիճակից հետո իրերը թավակի եւ գնաս Սոսի տանը ապրի։
թող քո բոլոր հարցերի լուծումը սոսը տա։ Մարդը շնորհակալություն հայտնեց քեզ պահելու համար։ Դե մենք էլ անելիք չունենք։ Պապ, ինչ ես խոսում։ Պապաց սոսնա, ինձ նայելով պապա մի ասա։ Ավակ ես ինչքան էլ հասկանամ քո որդոմունքը, ինչքան էլ փորձեմ քո զգացողությունները վերլուծել, միևնույնն է դու սխալ արտահայտություն ես անում։ Ես այն տղեն չեմ, ով խաչա քաշում քո արած լավ բաների վրա ու գնում է առաջ, մոռանում է ամեն ինչ։ Դե ուրեմն եթե այդ տղեն ես, Անգելինայի հետ բոլոր հարցերը քննարկում ես ինձ հետ, որովհետև Անգելինան իմ երեխեն է, իմն է։ Դու էլ մի մոռացի, որ գոյություն ունի իրականություն։ Քո իրականությունը ուրիշ է։ Իրականը այն է, երբ երեխուս մատը փուշ է մտնում, առաջի հանողը ես պիտի լինեմ։ Երեխուտ մատը վաղուց է փուշ մտել, այն ժամանակ երբ որ թույլ ես տվել, որ ոտք դնի շախունցների տուն։ Հիմա էլ արածներս ես քննարկում։ Բա դու իմ արածները կքննարկես, ես քոնը չեմ քննարկի։ Անգելինան պատմել է խնդիրը, ես էլ քայլ եմ արել։ Յուրաքանչյուր հայր կաներ այդ քայլը։ Էլի եմ ասում, շնորհակալ եմ քո արարքների համար, այն ինչ որ արել ես իմ աղջիկա համար։ Իմ աղջիկը ինձ սոս է ասում, իսկ ես պապա, ես դրանից չեմ նեղանում, ես հասկանում եմ դա, որովհետև իրականություն գոյություն ունի, իսկ այդ իրականության մեջ ես զոհ եմ եղել, բայց ես չեմ պատրաստվում շարունակել զոհի կարգավիճակով ապրել, ես փոխում եմ իմ կյանքը, շնորհակալություն ընդունելության համար։ Բա հիմա չասեմ, ավակ։ Լավ չի, չէ՞։ Նեղվում էիր, որ Աննային տենց էի վերաբերվում։ Դու հիմա ինչ ես տես վիճակում։ Խոսա։ Հիմա դուք լուրջ ուզում եք տպավորություն ստեղծեք, որ ես ապերախտի մեկն եմ։ Ինչքան փորձում եմ ձեզ արդարացնեմ, չի ստացվում։ Ինչի համար պիտի արդարացնես մեզ։ Հա? Ինձնից իրականությունը թաքցնելու համար, պապ, ինչ վատ բան եմ արել։ Ինչի եք հիմա ինձ մեղադրում, որ ուզում եմ սոսին ճանաչեմ։ Այդքան մտածում եք իմ մասին, ժամանակին ամեն ինչ ասեք։ Հիմա բոլորդ հեշտ ու հանգիստ ապրում եք, ես եմ տանջվում։ Քեզ երկու կողմն էլ օգտագործում են վրեժի համար, չես հասկանում։ Չէ, պապ ջան, ես էլ ոչ մի բան էլ չեմ հասկանում։ Մենակ հասկանում եմ, որ արդեն ուղարկում ես իրերս հավաքելու։ Պատկերացնում ես Միքայելը ինչ է ասել։ Նենց չանես, որ պատմությունը կրկնվի։ Դե երևի չի ուզում, որ Հենրին առանց երեխու մնա։ Իսկ գիտես ինչի վրա եմ ապշում։ Ոնց է լինում, որ դուք բոլորդ միշտ Միքայելի արածների համար մի արդարացում գտնում եք։ Ինչ ես խոսում, այ բալա։ Ես երբ արդարացրի։ Ու քո կարծիքով Անգելինան չէր թողնելու, որ Հենրին երեխուն տեսնի։ Դե չգիտեմ։ Լավ էլի հորքուր։ Դու շատ լավ գիտես, որ իմ երեխան կյանքում տենց բան չեր անի։ Ուղղակի Միքայելը բոլորին իրանով է չափում։ Իրան թվում է, որ եթե ինքը ընդունակ է նման քայլի, ուրեմն բոլորս ենք ընդունակ։ Ես էլ չեմ կարողանում ես հիվանդանոցում մնամ։ Ուզում եմ րոպե առաջ դուրս գրվեմ։ Համել։ Հեսա երեխուս ծնունդն է։ Ուզում եմ առաջին անգամ ծնունդի օրը իրա կողքը լինեմ։ Ես իրան այդ օրն եմ կորցրել։
Այդ օրն էլ ուզում եմ վերադարձնեմ։ Ում ասես կսպասեի, բացի քեզնից, լուրջ եմ ասում։ Ինչի՞։ Ժամանակին ես քեզ շատ եմ օգնել։ Չէիր սպասում, որ մի օր էլ ես քո օգնության կարիքը կունենամ։ Լսի, բայց դու շատ լուրջ տիպ ես, գիտես, ասեմ իմանաս։ Այն ինչ 1000 տղով չենք կարող անենք, դու անում ես։ Սպասի կանգնեմ ծապտում, չէ լավ նստած ծապտում։ Ապրես։ Կարաս ցինիզմդ մի կողմ դնես։ Ախր ոնց դնեմ։ Կյանքը դրա մասին է։ Ինչը մի կողմ դնեմ։ Ինձ քո օգնությունն է պետք։ Խնդրում եմ Լիլիթ ջան, ինձ մենակ եւ հանգիստ թող։ Փաստորեն ապերախտ ես։ Ուզածս մեծ բան չէր։ Լավ, հետաքրքիր է, ինչ ես ուզում։ Ապաստարան։ Նայ։ Մեկ հարցը որ կարամ օգնեմ, այդ սոսի գլուխը ուտելն է։ Արա ինչ ուզում ես։ Ու երբ ուզում ես։ Ինձ էլ չի հետաքրքրում։ Հիմա ինձ մի բան է պետք։ Մնալու տեղ, եթե կարաս օգնի ինձ։ Լավ։ Արա բայց մեկը ուզում եմ հասկանամ որն է իմ շահը։ Նյութական շահը կամ բարոյական։ Այդ չեմ հասկանում։ Իմ ձեռքերով սոսի դիակը քեզ կնվիրեմ։ Բավարարված ես։ Լուրջ։ Ինչ մարտական ոգիա տիրում մեջդ։ Ինձ մնալու տեղ դուր։ Սոսդ ողջ է։ Միայն Հենրիի խաթր եւ վերջ։ Հիմա օգնելու ես։ Այո։ Լսին նենց հարմար ես մուրակամի կայքը։ Մտնում ես, ամեն պարզ գրած է։ Նայում ես, պատվիրում ես, մարդիկ արագ առաքում են։ Վերջ վայն, հիմա անցնում ենք ուտելուն։ Հեն Էսքսի ֆայն։ Յան, խորժակ չունեմ ճիշտն ասած։ Յա, չկա տենց բան։ Իրոք չեմ ուզում։ Դու ոնց որ մոռացել ես, որ ինձ հետ նման բաներ չի անցնում։ Վերջ, կեր։ Յան, ախր որ հիշում եմ շուրջս ինչ է կատարում, քիչում լաց եմ։ Ախր ֆայնա ես ոնց քեզ բացատրեմ, որ լացելով հարց չի լուծվի։ Ելքեր է պետք գտնել։ Յան, ախր ելք չկա։ Լավ էլի։ Այս կյանքում միշտ կա ելք։ Ուղղակի պիտի գտնես։ Նայ, միշտ այդպես է։ Երբ որ ինչ-որ դուռ փակվում է, անպայման միտեղ մի հատ պատուհան է բացվում։ Ուղղակի որ sense տխրում ես, նեղվում ես, բնականաբար չես նկատում այդ բացված պատուհանը։ Գիտես ձեզ ինչա պետք։ Պիտի ուղղակի նստեք բոլորով, միահամուռ ուժերով, փորձեք հասկանալ ոնց դուրս գալ այս իրավիճակից։ Այդքան բան։ Յան, այդ բոլորով արտահայտությունը մեր ընտանիքում վաղուց վերացել է։ Մենք չենք կարող միահամուռ ուժերով ինչ-որ բան որոշենք։ Լավ, ֆայն։ Հիմա նա ինչ ենք անում։ Մի հատ ուտում ենք իրար հետ, թարմանում ենք, սկսում ուղեղներս աշխատել ու հետո միասին մտածում ենք ոնց կարանք անենք, որ այս իրավիճակից դուրս գանք, լավ։ Լսավարցրու։ Ուսկս։ Ինչ ախորժալի տեսքով է։
Ֆայնա ջան, ո՞նց ես գոքես։ Հրաշալի, շնորհակալ եմ։ Վերջապես վերադարձա ինտենսիվ մարզումների։ Ես էլ եմ շատ ուրախ, որ վերադարձել ես։ Իդեպ հիշեցնեմ, որ մենք ունենք ամանորյա առաջարկ։ Գնում եք փաթեթ, ստանում եք 2 ամսական քարտ, նվեր։ Ընտիր առաջարկ կա։ Ես եմ մտածում եմ ընկերուհիներիս ինչ նվիրեմ։ Միանգամից այդ նվերը առնելու գլխացավանքից կփրկնեմ։ Շատ լավ, դե հիմա մի քանի րոպեով դադար վերցրու։
Հա հեն։ Բայց սպանվեց իրավցի գալիս եմ։ Լիս ես ինչ մեղավոր եմ, տակ հակնվեիր։ Նա։ Մեկան, իմ սրտի դատարկությունը քեզնից բացի ուրիշ ոչ ոք չի կարող լցնի։ Իմ երազանքը սիրելով մենակ չմնալն է։ Ուզում եմ ապրել առանց քեզ կորցնելու վախի, Հենրի։ Երազում եմ։ Ծնունդիդ շնորհավոր բալես։ Ես քեզ շատ բան ունեմ ասելու, բայց չգիտեմ որտեղից սկսեմ։ Այս օրը շատ երկար տարիներ իմ համար կորստի ու ցավի օր է եղել։ Բայց այսօրվանից սկսած ու միշտ լինելու է երջանկության ու ուրախության օր։ Ես ամեն ինչ կանեմ, որ դու քո կյանքում քո բոլոր երազանքներին հասնես ու դու քեզ երջանիկ զգաս։ Բայց առաջին հերթին կուզենամ այն մարդկանց կենացը խմեմ, ովքեր մի ամբողջ կյանք դրել են քեզ դաստիարակելու, կրթելու ու այն մարդը, ում որ տեսնում ենք ու ում որ մենք շատ ենք սիրում, այս մարդկանց շնորհիվ է։ Հոգատար, բարի, խելացի մի մարդ, ձեր կենացը։ Երեխու աչքերի մեջ քո բարությունն ու համեստությունն է։ Անընդհատ ինքս ինձ հարց եմ տալիս հորքուր։ Տեսնես ինչ կլիներ, եթե երեխաս հենց սկզբից էլ եմ կողքին մեծանար։ Մի մտածիր, բալես։ Անցյալը բաց թող։ Ներկայով ապրի։ Ավելի լավ է մտածի, թե ինչ կարող ես անել, որ երեխադ երջանիկ լինի։ Ինձ թվում է Հենրին է սպասում։ Ծննդյանորն ուրախ չի անցնում։ Ոչինչ, այս փուլն էլ կանցնի։ Բոլոր փուլերն էլ անցողիկ են, բայց դրանից հետո վերքեր են մարդու սրտում։ Չեմ ուզենա իր կյանքում որևէ հետք մնա։
Ծառել ես։ Չէ, Բա ինչի՞ չես քշում։ մի տեսակ հավեսս փախավ։ Ուզում ես մի հատ գրի կամ զանգի Անգելինային ծնունդը շնորհավորի։ Չգիտեմ, որն է ճիշտ ու սխալ։ Ճիշտը էնա, ինչ սիրտը տա հուշում։ Այդքան էլ տենց չի։ Տենց է հեն։ Ու ժամանակի ընթացքում բոլորդ կհասկանաք, որ տենց է։ Քեզ չի կանչել ծնունդին։ Կանչել է։ Բա ինչի՞ չես գնում։ Որ կողքդ մնամ։ Չես պատկերացնի քեզ ինչքան շատ եմ սիրում։ Հետդ մնացի դրա համար։ Կարաս ես սիրում պահը չփչացնես։ Հալով ասա։ Չեմ ասում։ Մի ասա։ Մեկը ես քո սիրտը քեզնից էլ լավ գիտեմ։ Հեն ես անսահման ուրախ եմ, որ հենց դու ես իմ աղբերը։ Ու ամեն վարքյան հպարտն եմ, որ դու սենց սիրել գիտես։ Պատկերացրու քեզ ինչքան շատ եմ սիրում, որ մինչև հիմա գլուխդ չեմ ոլորել։ Ինչ ապուշ ես։ Ես Անգելինայի մասին էի խոսում։ Ներվերս խախտեցի։ Բա որ իմանաս, ես ինչ հպարտ եմ, որ դու ինքն ես։ Ու երևի տարիների հետ պիտի գիտակցումը գա, որ մենակություն ես զգում ոչ թե սենյակումդ փակված ժամանակ, այլ են պահին, երբ շուրջդ շատ մարդիկ կան։ Ու թեկուզ ամբոխի մեջ կանգնած, թեկուզ ամբոխին գրկած, փնտրում ես այն մեկին, ում հետ անկախ ու առանձին մնալ ես ուզում, որ գրկելուց ավելի ամուր գրկես, համբուրելուց ավելի ջերմ համբուրես։ Չգիտեմ, կան սիրողներ, որ բաժանման պահին սրտի ու հոգու ցավ չեն զգացել։ Չեն քանդվել փողոցում, տանանկյունում, սրճարանում, այգում։ Կան սիրողներ, որ բաժանման պահին ավելի շատ չեն սիրել, որ բաժանվելու պահին չեն մահացել ու մտովի կենդանություն խնդրել։ Հենց այն մարդուցումից հեռանալ են փորձել։ Հեռանալուց հետո հետդարձի ճանապարհն այնքան դաժան է թվում։ Այնքան շատ են դառնում կարմիր լույսերն ու փոսերը։ Այնքան մեծ է լինում ցանկությունը ջնջվելու բոլորի սրտերից ու կյանքերից։ Որովհետև տպավորություն է, որ ամենակարևորի սրտից հենց նույն պահին ջնջվել ես։ Երանի նրանց, որ անմեղ լինելով մեղավոր չեն զգացել։ Երանի են մարդկանց, որ սպասումից խուսափելու ձևերն անգիր են արել։ Ու երանի գայր։ Երանի գաս։ Ինձնից ուժեղ լինես ու դու գաս։ Պատասխաններ չպահանջես, ներել ու ներվելու խնդիր չլինի։ Գաս ու մոռանանք։ Ժպտասի փր ոչինչ չի եղել։ Պատմես ճանապարհի ու խցանումների մասին, ասես հոգնած եմ կամ սոված։ Հարցնես օրս ոնց անցավ, որ շարունակության մեջ գտնես քեզ առանց տանջվելու։ Երանի չլինի տպավորություն, որ հեռանալը լուծում էր, սիրելը չէ, որովհետև սիրելով հեռանում են։ Հա, սիրելով հեռանում են։ Հակառակ դեպքում ոչ ես կհասկանայի սիրելու պատճառը, ոչ էլ դու։
Ինչի դուրս եկար։ Կգամ հեսա։ Ես քեզ հասկանում եմ։ Դու նույնիսկ չես պատկերացնի, թե ես ոնց եմ հասկանում դու հիմա ինչ ես զգում։ Երկար մի մնա կմրսես։ Ծնունդը շնորհավոր։ Նստի ավտո։